Արդեն շուրջ 10 ամիս է, ինչ զինվորականները կալանավորված են ենթադրաբար Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, եւ իր թիմի վերացնելու կոչեր հնչեցնելու համար, սակայն 10 ամիս է դատարանը չի կարողանում ապացուցել հիմնավոր փաստեր բերել, հանրային մեղադրողը չի կարողանում հիմնավոր փաստեր բերել դատարանում, որ իսկապես նրանք նման ցանկություն ունեցել են։ Ինչու՞ն է խնդիրը եւ ինչու է զինվորականները հայտնվել ուշադրության կենտրոնում, ինչ նպատակով, արդյոք նրանց գործունեությունը ինչ-որ իմաստով նաև խանգարում է իշխանությունը։ Ես մնում եմ իմ նույն կարծիքին, ինչը նախկինում պնդել եմ, սա հետևանք է։ Այս ամեն ինչը հետևանք է, եւ սա առաջի խումբը չի, որ sense ենթադրյալ արևոտ նման մեղադրանքներով խմբեր են ձերբակալվում, կալանավորվում։ Ես մնում եմ նորից նույն կարծիքին, որ պատճառը վերացնեք, թվատուկ ծառայությունները պատճառը վերացնեն։ Եթե սենց լինի, սենց շարունակվի, ես ձեզ ասում եմ, ամբողջ ազգը մի չեմ չափազանցնում, 80-ից 85% հայտնվել է բանտերում, որովհետև այս ազգը փրկությունը տեսնում է արդեն դրա մեջ, որովհետև իրավական համակարգը ըստ էության չի արձագանքում նման թրքաբարոյի դրսևորումներին, նայեք, արդեն մտել է եկեղեցի, հիմա մի հատ էլ թազախումբ կվերցնեն, որովհետև կարա ձևավորվի նման բան, տեսականորեն, որովհետև արդեն սրբություններին է արդեն կպնում, ու նայեք ինչ չեմ ասում, եկեղեցական կոնկրետ անհատին, արդեն եկեղեցիները չուլանը համարում, դու նայեք, այստեղ մարդիկ են, ովքեր այդ եկեղեցու ամեն քարի, ամեն խաչքարի համար, գաղափարի համար, այդ մարդիկ իրենց կյանքը դրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ Արցախի Հանրապետության պաշտպանության համար։ Դուք ո՞նց եք պատկերացնում, ասենք, մի ամբողջ հասարակարգի արժեքային համակարգը այսի փոշի աստուն, իրա ոչ մի բան լնելով հանդերձ, բա դուք ոնց եք պատկերացնում, բայց եթե հասարակությունը տենում է իրավական գործընթաց չկա, տենում է պատշաճ արձագանք չկա, պետական նկատառումներով, բա ինչ պետք անեն, մարդիկ արդեն պետք է մտածեն ինքնադատաստանի մասին, ասենք ուրիշ տարբերակ չկա, հասկանում եք, արդեն նես տուպիկ են դեմ տվել, հիշում եք ես վատ է, որ իմ կանխատեսումները իրականանում, մեկ ամիս ու կես առաջ ես հարցազրույց տվեցի եւ ասեցի տանելա քաղաքացիական բախումների, սա քաղաքացիական բախումների առաջի քայլն է, հիշեք դա, քաղաքացիական բախումների են տանելու, որպես ես վերջի կորիզն էլ, այս վերջի կորիզը ձեր ասած զինվորականներ, ազատամարտիկներ, կադրային սպաներ, կադրային զինվորականներ, այս վերջի կորիզն էլ ում կկալանավորեն, ում մարտի մեկ կանեն, կսպանեն եւ մտածում են տենց ինչ-որ խնդիրներ են լուծելու, բայց իրանք չեն հասկանում, որ հայոց աշխարհը դա Աստծո հետ կապ ունեցող չի նկատի ինքը, որ այս ազգը Աստծո հետ կապ ունի, էլի, ու ինքը չի հասկանում ինչ ֆորս մաժոր կարող լինի բնության կանոնների հետ կապված։ Հիմա նայեք, ամբողջ իրավական համակարգը կարակի մեջն է սրա ձեռը։ Հիմա պատկերացրեք իրավապահ համակարգի ղեկավարությունը, ասես նայում, հա, ասում ես ինչ ասեց, ու գլուխը բռնում է, որտեվ հասկանում ես խոսալուց հետո ինչա դառնալու նորից մարդիկ պետք է հասկանան, դե մարդիկ ինքնասիրություն ունեն, պատվախնդրություն ունեն, հավատք ունեն, սիրում են այս ազգը, հայրենասեր են, կյանք են դրել, վիրավորվել են, զոհեր ունեն, պատրաստ են այսօր նորից կռվելու, զոհվելու, ու սենց հայտարարություն, ինչ անեն բա։ Ինչ անեն, ոնց անեն, իրավական գործընթացներ չի տեղի ունենեն, որ կանչեն ասեն այ տղա, կամ դեղերը սրա փոխեն։ Ես անկեղծ եմ, կամ սրա դեղորայքը վերական, հա պետք է վերանայվի սրա բուժման մեթոդիկան, եթե ուզում են բուժեն, եթե ավելի պրովոկացիա չեն տանում, ինձ թվում է արդեն սրան ուրիշ դեղեր են տալի, որ պրովոկացիա տանեն մի ձև պրծնեն, այդ ողջունելի է։ Տեսնում եք ադրբեջանական հետք եկեղեցու դեմ սկսված արշավի մեջ։ Բացի ադրբեջանա-թուրքական հետքից ես ուրիշ հետք չեմ տենում, որովհետև մենք վերլուծող մարդիկ ենք, տրամաբանող մարդիկ ենք, իրադրությունների վերլուծությունը բերում ամենակ դրան, բա ինչ է տենակ, բայց քնեց, զարթնեց, ինչից հիշեց, այսինքն դուք ոնց եք պատկերացնում, ես ձեզ ասեմ, ես նորից կրկնվում եմ հերթական անգամ, քանի Լևոն Տեր-Պետրոսյանը կենթանի է, այս պրոցեսները շարունակվել են, այդ դոսիեները, որ կաթողիկոսի հետ կապված եւ մյուսների հետ կապված դրված են նրա սեղանին, դա Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից եկել է, ես ուրիշ բան եմ հիմա վերցնում դնեմ, եթե նման բաներ կա, դա եկեղեցին թող իր ներքին կանոնակարգով այդ որոշումները կայացնի։ Նենց չի, որ հայ ազգին այդքան շատ է հետաքրքրում կաթողիկոսը երեխա ունի, թե չունի։ Լոգիկայով եմ ասում։ Նենց չի, որ մեր ազգը տենց 1000%-անոց քրիստոնյա կանոններով ապրում, ասեն վայ, կուսակրոնության խախտում է եղել։ Այդ իրան է հետաքրքրում, որպես քաղաքական դիվիդենդ։ Միլիոն մարդու կանեք հացում հասկացեք,
հետաքրքրում է իրան կաթողիկոսը երեխա ունի թե չունի։ Եթե ասի իրան հետաքրքրում է, մի հատ երկրորդ հարցը տվեք։ Вообще ինչ է հասկանում կրոնից։ Այս բամբասանքի մակարդակ, այդ Չուլանը իրանց էությունն է, Չուլանը իրանց քաղաքական այսօրվա ռեժիմն է։ Այս ինչ է նշանակում։ Իրանց թվում է, որ սենց հրամանատարներին սենց գետնելով, կալանավ։ Հիմա Պավլիկ Մանուկյանի դատից են գալի։ Նոր Պավլիկ Մանուկյան, երեք էլ իմ դատն էր։ Դուք սենց շարունակեն։ Դուք հասկանում եք ամեն ինչ ունի սահման։ Դուք ինչի մեջ եք մեղադրվում։ Ես հիշում եք Գորիսի դեպքերը, երբ որ Սյունիքն էին հանձնում, երբ որ Սյունիքի գյուղերը զինաթափեցին, երբ որ ես ճանապարհը 23 Ռազմից հետո 21 թվականի 21 թվականին բանավոր հրամանով որ հետ քաշվեց։ բանավոր հրամանից հետո սկսեցին գյուղերը, երբ որ մենք ընդ պաշտպանական բնագիծ էինք զբաղեցնում, ամբողջ Սյունիքի գյուղերը, տեղ արավոս գյուղերը զինաթափեցին ժողովրդին, ես ընդամենը իմ ստորաբաժանը 23 րոպե ճանապարհ եմ փակել, ուղիղ եթերով ամբողջ աշխարհին հայտարարել, որ Սյունիքը հանձնում են, կոչ եմ արել, որ ժողովուրդը գա հասնի Սյունիք եւ զինեն գյուղերը, մեղադրվում են խուլիգանության մեջ, երեք էլ վերաքննիչ դատարանը Իս նորից մեղավոր ճանաչեց թողեց Արաքչյանի դատարանի ուրեմն վճիռը ուժի մեջ, ես քանի օրը կարող է եւ այսօր կամ վաղը հացազրույց կտամ մանրամասն կներկայացնեմ հանրությանը, ուզում ասեմ իր մտածելակերպով ինքը մտածում է դատական այս քաշքշուկներով, այս պրեսինգով ինքը ինչ որ բանի հասնել, ինքը շատ է սխալվում։ Ինքը չի հասկանում, որ ինքը գործ ունի բնության հետ, ինքը գործ ունի հայ ազգի հետ։ Ու սենց ասենք լավ 20 հատ է խումբ վաղը տարեք 30 հատ խումբ տարեք, դուք հասկանում, ամբողջ ազգին չի կարանալու փակի։ Ինքը պետք է հասկանա, այս ազգը իրեն չի սիրում։ Ինքը թուրք է։ Ինքը թուրք է, հասկացեք։ Քանի անգամ ասեցի, ազգային ժողով արտահերտ նիստ հրավիրեք, ժամանակավոր հանձնաժողով ստեղծեք, սա մի հատ դերենքան ստուգեք։ Որոշումներ կայացեք, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես արեք, պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող մարդիկ պետքա դերենքայի քննություն տան, մի հատ հասկանան, կա այս հետախույզներին լսել են 30 տարի մեջներս, այս քնած բջիջների հիմա հատնասել է թշնամական պետությունը սենց այսենց քաղաքակիրթ կոչված շակերտների մեջ սենց գրավել են, բա մենք սենց ուր ենք գնալու, ինչ հիմա հելենք իրար կոտորենք։ Տանում է քաղաքացիական բախումների, դուք հասկանում, ինքը քիչ է կնիկնել ընդեղից։ Դա լավ երեխեքը չեն միացել, հեսա երեխեքն են միանալու։ Մի ծիծաղեք, հեսա կտնակ։ Դուք տեսեք, հեսա ցեղով են միանալու։ Հեսա Իջևանի կեսը կարող է ցեղի կեսը էլի փողոց փագի, ասի ինչ են ուզում մեր։ Դուք հասկացեք, տանում է քաղաքացիական բախումների, էլ ինքը տարբերակ չունի։